Այսօր Նինոցմինդայում հարգանքի տուրք մատուցվեց 1989 թվականի ապրիլի նի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Չնայած անձրևոտ ու ցուրտ եղանակին հայոց քարտոզ պուրակը մարդաշատ էր։ Նինոցմինդայի մունիցիպալիտետի ղեկավարները, մտավորականներն ու բնակիչները ծաղիկներ խոնարհեցին ապրիլի նի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին։ «1989 թվականի ապրիլի 9, ինչպես այն այնուհետև անվանվեց Արյունոտ կիրակի, 36 տարի առաջ բեկումնային դարձավ Վրաստանի համար։ Ուղիղ 2 տարի անց 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջատար Զվյատ Գամսախուրդյան Վրաստանի ապագա նախագահը հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին։ Как нам известно, в Грузии 9 апреля отмечается как День национального единства, гражданского согласия и памяти погибших за Родину. В то же время День восстановления независимости Грузии, а также 9 апреля – это также официальный выходной день. Со дня трагедии 9 апреля исполнилось 34 года. По традиции этот день отмечают в Тбилиси перед зданием парламента на проспекте Руставели возле мемориала жертвам 9 апреля. Сюда с вечера начинают приходить и приносить цветы, зажигать свечи еще, продолжая процесс до утра. В ту ночь на улицах в центре Тбилиси погибло 20 участников акции. Из них один несовершеннолетний, 3 мужчин и 17 женщин и девушек. 9 апреля вошло в новейшую историю Грузии как день трагедии и одновременно день восстановления независимости Грузии. Сегодняшнее мероприятие наше было организовано совместно с мэрией Ниносминского муниципалитета, с отделом образования, культуры и памятников Ниносминского муниципалитета, в котором участники как единое целое возле памятника 9 апреля положили живые цветы. Նշենք, որ 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումները ցրեցին խաղաղ ցույցը Թբիլիսի կենտրոնում, խորհրդարանի շենքի դիմաց, ինչը հանգեցրեց մարդկային զոհերի։ Ցրելու արդյունքում զոհվեց 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են անհայտ տեսակի գազով։ Որոշ ժամանակ անց 1991 թվականի ապրիլի 9-ին Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական անկախության վերականգնումը։ Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ մտել է որպես միաժամանակ ողբերգության և անկախության վերականգնման օր։